անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Պարոն Փաշինյան, ես մի անձնական հարց ունեմ։ Եղբայր, հիմա չեմ կարա, ժամանակի խնդիր ունեմ։ It's hard to pick Ծափելով, մեր եղեքի շնորհակալություն ունենք, սիրելի արտիքցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում են բոլորիդ։ Ժորժ ջան, այսօրը շատ լավ լուրով ենք սկսել, որովհետև ախալքալակ կարս երկաթուղին այսօրվանից բաց է Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստան ներմուծվող բեռների համար։ Այսօրվա դրությամբ Հայաստանը դեպի արևմուտք և դեպի արևելք գործող բաց երկաթուղային հաղորդակցություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով։ Առաջիկայում մենք ստորագրելու ենք Միացյալ Նահանգների հետ թրիփ նախագծի իրագործման արդեն վերջնական պայմանագիրը, իրագործելու ենք այդ պայմանագիրը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը արդեն ոչ թե տեսականորեն, այլ բառից բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ։ Եվ արդեն ոչ միայն դեպի արևելք և դեպի արևմուտք, այլև դեպի հյուսիս և դեպի հարավ մեր երկաթուղային հաղորդակցությունները վերականգնվելու են։ Այսինքն Պարսից ծոցից Սև ծով և հակառակ ուղղությամբ, Միջերկրական ծովից Կասպից ծով և հակառակ ուղղությամբ և սա նորանոր տնտեսական արտահանման և ներմուծման հնարավորությունները ստեղծելու Հայաստանի Հանրապետությունում։ Ժողովուրդ ջան, ուրեմն դուք հաստատ լսել եք և ուշադրություն եք դարձրել հետևյալի վրա, որ Հայաստանում շատ է խոսվում այդ մասին, որ բազմաթիվ ապրանքներ Հայաստանի Հանրապետությունում ավելի թանկ են ստացվում, քան ասենք շատ ուրիշ երկրներում։ Եվ մենք նախկինում սրա մասին բաց չենք խոսել։
Դրա ամենակարևոր պատճառներից մեկը տրանսպորտային ծախսերն են։ Հայաստանը, որ գտնվել է շրջափակման մեջ, այսինքն ապրանքի գնի մեջ, միշտ տրանսպորտի ծախսը ունի էլի ուրիշ ծախսեր։ Գնի գոյացման մեջ ինքը չափաբաժին ունի։ Հայաստանը, քանի որ 34 տարի եղել է շրջափակման մեջ, տրանսպորտային ծախսերը մեր մոտ միջինից ավել են եղել, երբեմն կրկնապատիկ են եղել, եւ հիմա դա էականորեն փոխվել է։ Նույն որ դիզվառելիքի եւ բենզինի տրանսպորտային ծախսերը էականորեն անգամներով պակասել են, եւ եթե դա տեղի չունենար, Պարսից ծոցում տեղի ունեցած ճգնաժամը մեր երկրում ավելի սուր կզգացվեր, քան զգացվում է։ Բայց ժողովուրդ ջան, մեր երկրում դարակազմիկ իրադարձություններ են տեղի ունենում։ Մենք հաղթահարում ենք շրջափակումը։ Մենք այսօր արդեն շրջափակման հաղթահարման առաջին փուլը ունենք իրագործված։ Երկրորդ, երրորդ, չորրորդ փուլերով շրջափակումը լիարժեք եւ ամբողջական կհաղթահարվի։ Մենք 2025 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում արտագաղթը դադարել է եւ արձանագրվել է ներգաղթ։ 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով ավելին է, քան Հայաստանում Հայաստանից հեռացած քաղաքացին է, խոսքը Հայաստանի քաղաքացիների մասին է։ Հենա ներկա մարդիկ կան, որ եկել են արդեն։ Եվ արտագաղթը դադարել է, ժողովուրդ, ներգաղթը սկսվել Հայաստան, եւ ես այդ առիթով շնորհավորում եմ բոլորին։ 2025 թվականին առաջին օրացուցային տարին է, որ մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտի արդյունքում ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Արդեն 2 տարի Հայաստանի սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ ես այս առիթով նույնպես շնորհավորում եմ ձեզ, ժողովուրդ։ Իսկ այսօր ընդդիմադիր պատերազմի եռագլուխ կուսակցությունը սկսել է անուն դրել մեր այս քարտեզին, որ ասում են, ինչ են ասում են փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, Հայաստանի քարտեզն է կպցրել։ Ժողովուրդ ջան, ծովից ծով Հայաստան եւ իրանք իմիջայլոց պատերազմի եռագլուխ կուսակցությունը խոսում է ծովից ծով Հայաստանի մասին։ Ես խոսում եմ իրական Հայաստանի մասին։ Գիտեք իմ ու իրանց տարբերությունը որն է, որ իրանք իրեքնել դղյակներ ունեն Հայաստանի տարածքից դուրս, Եվրոպաներում կղզիներ ունեն այդ մարդիկ եւ այլն։ Նրանք ծովից ծով Հայաստանը նշանակում է պատերազմ։ Այդ մարդիկ մեզ եւ ձեզ ուզում են հրեն պատերազմի հորձանուտը, որպես իրանք թռնեն եւ վայելեն իրանց կղզիները եւ իրանց միլիոնները, որովհետեւ իրական Հայաստանը իրանց թալանածը հատիկ հետ է բերում։ Նրանք իրանց ունեցվածքն են ուզում փրկեն, որովհետեւ նրանց ունեցվածքի փրկվելու ճանապարհը Հայաստան պետության չլինելն է։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ ես ձեզ ասում եմ, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանին Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես Փեսայի տունը արդեն սեփականություն է, Գուլոյանի $2.5 միլիոն արժողությամբ։ Ես ասում եմ, Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ 2 բոթասից սկսել են, 2 բոթասել, ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ Այդ մարդիկ տզրուկի նման կպած են Հայաստանի օրգանիզմին։ Այդ մարդիկ կասկեղ են։ Մենք 8 տարի
բուժում եւ քիմիոթերապիա ենք անում հատիկ վերադարձնելով եկել է ֆունդամենտալ, այսինքն վիրահատական լուծման ճանապարհը վիրահատական եղանակով 2026 թվականի հունիսի 7-ին մենք այդ երամետաստազ ուռուցքը Հայաստանի մարմնից պետք է հեռացնենք իրար հետ ժողովրդով քվեարկությամբ ընդ որում գիտեմ, որ սենց բաներ եմ ասում, շատեր ասում են բամիչև հիմա ինչի չի արվել, ժողովուրդ ջան, նախ 2018 թվականից միջև այսօր ավելի քան 8 միլիարդի գումարներ եւ գողացված գույք վերադարձվել է պետությանը եւ վերադարձվել է ձեզ ինչ այլոց, ես չգիտեմ դուք նկատել եք թե չէ, բայց Հայաստանի քաղաքացիները այս տարվա հունվար ապրիլ ամիսներին տասնյակ միլիարդով ավելի պակաս տասնյակ հիմա ասենք կարող է ենթադրենք 20 ինչ որ մի միլիարդով 7-8 այսօր ավելի կոնկրետ կասեմ միլիարդավոր դրամներով դուք բոլորդ ավելի քիչ հոսանքի գումար եք վճարել այս տարի հունվար ապրիլին քան անցած տարվա հունվար ապրիլին գիտեք ինչի որ ընձև անցած տարի հունվար ապրիլին կալուգացի օլիգարխը ձեզանից բոլորից հետ հոսանք գողանալիս է եղել եւ իր գրպանները լցնելիս մեր մանկապարտեզների, մեր դպրոցների, մեր զորամասերի, մեր պետական հիմնարկների վրա 2025 թվականի ամռանից հեծը այլևս պետության վերահսկողության ներքո է եւ դուք բոլորը այսօր ցանկացած ամիս ավելի քիչ հոսանքի փող եք վճարում եւ նրանց թալանածը հատիկ վերադարձնելու ենք եւ մենք վերադարձնելու ենք եւ վերադարձրել ենք մենք Միացյալ Նահանգներում ֆինանսների նախարարի տունն ենք հանեվաճառքի հիմա այդ գնի 70%-ը փոխանցվում է Հայաստանի բյուջե մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետության փայաբաժինն ենք ապահովել եւ 2018 թվականից մինչեւ այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի շատ փող է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարիներին։ Հիմա դուք կարեք հարցնեք, բա ինչ են կարել այդ փողերը։ Եթե դուք չեք տեսնում, կամ ես համոզված եմ դուք տեսնում եք։ Մենք Արտիկում քանի մանկապարտեզ ենք վերանորոգի, Արտիկ խոշորացված համայնքում։ Մենք այդ գումարներով դպրոցներ ենք կառուցում, մենք այդ մանկապարտեզներով ճանապարհներ են կառուցում։ Ես հիշում եմ առաջին անգամ որպես վարչապետ ինչ ճանապարհով եմ մտել Արտիկ քաղաք, այսօր տեսեք մենք ինչ ճանապարհով ենք մտել Արտիկ քաղաք։ Այդ ամեն ինչը արվում է Սամոներից, Գագոներից, Ռոբերտներից, Սերժերից, հատիկ վերադարձված փողերով։ Ավելին ասեմ, 2018 թվականից մենք 7 անգամ թոշակ բարձրացնելու որոշում ենք կայացրել, 7 անգամ, 8 տարվա մեջ մենք 7 անգամ անդրադարձել ենք թոշակի, 8 տարի ես վարչապետ եմ, 7 անգամ մենք թոշակ ենք բարձրացրել, մենակ կովիդի և պատերազմի տարի, այսինքն մենակ մի տարին էլ եղել է կովիդի պատերազմի տարին, 2018 թվականին Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անկախիկ առևտրի դեպքում վերադարձի համակարգը, այսօր մինչև 18 տարեկան երեխաները և 65 պլյուս թոշակառուները առողջության ապահովագրությունից են օգտվում, առողջության ապահովագրություն, լսել եք տենց բան, թե չեք լսել։ Եվ այդ ամեն ինչը արվում է դրանց թալանչի ձեռները կոտրելու շնորհիվ, դրանց թալանչի ձեռքերը կոտրելու արդյունքում եւ ես համոզված եմ, որ ժողովուրդը թույլ չի տա դրանց ոտքի կանգնել եւ շարունակել տզրուկի նման Հայաստանի։ Էլի եմ ասում ժողովուրդ, ծովի ծով
Հայաստանի մասին խոսողներ այսօր դոշներին կպցրած, իրանք սպասում են, իրանք մի բան ուզեն, Հայաստանը մղեն կոնֆլիկտների հորձանուտը, որից մենք վերջապես ազատվել ենք, իրանք թռնեն, իրանք Հունաստանի կղզիներում, չգիտեմ տարբեր երկրների կղզիներում ապրել, մենք թույլ չենք տալու, որ նրանք եւ ովքեր են, ով կալուգացին 6 զորակոչային տարիքի մարդ կա իրանց ընտանիքում, մեկը բանակ չի զորակոչվել, մեկը բանակ չի, Ղարաբաղի պսևդոէլիտան, բոլորը մի մասը օրինական, այսինքն բոլորն էլ անօրինական, Երևանում տներ ունեն, Երևանում տներ են ունեցել ի սկզբանե, բայց Ղարաբաղի ժողովուրդը չի ունեցել այդ տները։ Ղարաբաղի ժողովրդին այսօր մենք ենք Հայաստանում տուն տալիս, եւ նրանք հիմա էլ մեզ ուզում են Ղարաբաղի ժողովրդի դեմ անեն։ Ընդհակառակը, այսօր Ղարաբաղի ժողովուրդը մեզ մեղադրում է, ասում է դրանց տները քիչ եք իրանց ձեռից առնում, դրանց էլ հերթը կհասնի, դրանց էլ անպայման հերթը կհասնի, բայց շատ կարևոր է մենք հետևական գնանք այս ճանապարհով։ Ժողովուրդ ջան, բայց այս խոսակցության ամենակարևոր թեման եւ ամենակարևոր նորությունը հետեւյալն է։ Մենք Հայաստանում ի վերջո հաստատել ենք խաղաղություն եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Այս ընտրություններում ամենակարևոր հարցը հետեւյալն է։ Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությունը, թե տեր չի կանգնելու։ Ուրեմն մեր խաղաղությունը, 9 ամսական մեր խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ Որ խաղաղությունը Հայաստանի ամենամեծ ուրախությունն է։ Ուրիշ բան չլինի, ասում եմ մենակ այն պատճառով, որ մենք սահմանին այլևս զոհ վիրավոր չունենք։ Այլևս ասում եմ նախկինում տես տարի չի եղել 91 թվականից սկսած, որ մենք զոհեր եւ վիրավորներ չենք ունեցել։ Մի տարի այդպիսի չի եղել։ Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները իրանց խոհանոցից հյուրասենյակ գնալիս զգուշությամբ են անցել պատուհանների տակ։ Այդ էջը փակված է։ Նրանք ուզում են նորից բացեն այդ էջը։ Եվ նրանք ավելին ասում են մեր 9 ամսյա մանուկը խաղաղությունը։ Եկեք ասում են մենք ի վիճակի չենք տեր կանգնել իրան, եկեք հանձնենք որբանոց, եկեք հանձնենք ուրիշների խնամքին։ Այդ որ այդքան խոսում են երաշխավոր, դրա մասին է։ Այդ 9 ամսյա մանուկին որբանոց հանձնելու մասին է։ Բայց մենք երկու բան ենք ասում ենք 9 ամսյա խաղաղությունը նախ 9 ամսյա երեխայի հետ ունի եւս մեկ ընդհանրություն։ Եթե նրա մասին հոգ չտանենք, նա չի ապրի։ Եթե չխնամենք, նա չի ապրի։ Եվ երկրորդը, համոզված ենք, որ Հայաստանում կա ժողովուրդ, Հայաստանում կա քաղաքացի, որ ի վիճակի է տեր կանգնել իր խաղաղությանը, ի վիճակի է տեր կանգնել խաղաղությանը։ Եվ հետևաբար, ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ պետությանը անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արթիկին, Շիրակի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր ժողովուրդ ջան, այսօր արդեն շատ ակտիվ է։ Տարբեր մարդիկ քննարկում են, կանխատեսում են անում, ասում են, հարցնում են, թե այս ընտրությունները ինչ արդյունք եւ ինչ ելք ունենալու։ Ես հորդորում եմ,
որ մենք առերեսվենք հետևյալ փաստի հետ, որ որևէ մեկի այլ մեկի հարցնելու կարիք չկա, յուրաքանչյուրդ հարցրեք ինքներդ ձեզ, յուրաքանչյուրդ հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես են ավարտվելու ընտրությունները, ինչ արդյունք են ունենալու ընտրությունները, որովհետև ընտրությունների արդյունքները խաղաղության ճակատագիրը, պետության ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արցիկին, Շիրակի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Ջորջան, երկու հայտարարություն։ Առաջինը, վաղը մեր Շիրակի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի է ունենալու վաղը ոչ մի րոպե, ոչ շուտ, ոչ մի րոպե, ոչ ուշ։ Ուղիղ 20:00-ին սկսվելու է մեր եզրափակիչ հավաքը Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Բոլորի հրավիրում եմ, կլինեն ելույթներ, նաև վարչաբենդի հետ ձեզ համար կնվագեմ, նաև կլինի դրոն շոու, բոլորի հրավիրում եմ։ Երկրորդը, հետ զուրը պես կոմբերի, այսինքն լավ էական չի։ Երեխեք, ով կան երեխեք, որ ուզում են քարտեզ նվեր ստանալ, երեխեք, հիմա երեխեք, տեսեք ինչ են կանում։ Երեխեք, տեսեք հլա, ուրեմն այս կողմից եղբայր, անտ ինչա, սետ ջան դու տեղ կանգնի, հիմա սետի հետևից մի գծանի հերթ եք կանգնում, մի գծանի, այսինքն մի մարդու հետևը մի մարդ է կանգնում, երեխեք ուշադիր հլա, տեսեք հրմշտոտ, հենց հրմշտոտ եղավ դադարեցնում եմ գնում եմ, հրմշտոտ չնի, խնդրում եմ մի քիչ հետ գնացեք, երեխեքը նորմալ հերթ կանգնեն, ուրեմն երեխեք լսեք ուշադիր, այդտեղից գալիս եք, ստեղ քարտեզ եւ թխված նվեր եք ստանում, այն կողմով դուրս եք գալիս, ով որ երեխեք լսեք ուշադիր, ով որ ուզում է նկարվի, հեռախոսները սելֆի օբյեկտիվը բացած պահում եք, արագ նկարվում եք, դուրս եք գալիս, սելֆի ենք անում մենակ, պարզա, ում հեռախոսը փակ եղավ այդ պահին չենք նկարվում, որովհետև ժամանակի խնդիր ունենք, պարզա, Ժողովուրդ ջան, մենք շատ ուշացել ենք, հետ երեխեքին ավարտենք, հետո մեծել ենք։ Երեխեք ուշադիր, հերթը չխախտենք, մի գծանի հերթ առանց հրմշտոցի։